Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախին Սիրելիներս այսօր մեր Սուրբ Եկեղեցին ավետման տոնն եմ նշում երբ 6-րդ ամսին ինչպես Ղուկաս ավետարանիչն է պատմում Գաբրիել հրեշտակապետը երևաց Նազարեթում Մարիամ անունով 14 տարեկան մի աղջկա ասելով ուրախացիր բերկյարդ Աստուծո որովհետև Տերը քեզ հետ է Եվ ավետեց որ պիտի հղիանաս մի որդի պիտի ծնես եւ նրա անունը Հիսուս պիտի լինի նա Աստծո որդի պիտի կոչվի եւ աշխարհի փրկիչը պիտի լինի Պատկերացեք 14 տարեկան երեխա այսօր կանգնած իր սենյակում իր հորենական տանը աղոթք է անում ու հանկարծ հրեշտակը հայտնում է դեմ դիմաց կանգնած ինչ կանի այդ երեխան գուցե վախենա գուցե հուսահատվի գուցե փախնի բայց Աստվածամայրը կանգնեց եւ լսեց հրեշտակին եւ մեկ պատասխան էր սպասում այո էր սպասում հրեշտակը համաձայնությունն էր սպասում այնպես էլ մեզ սիրելիներ երբ որ Աստված մի ծրագիր է պատրաստում որևէ մեկի փրկության համար անհրաժեշտ են մարդիկ որ իրենց համաձայնությունը տան այդ ծրագիրը գործելու համար այսինքն որպեսզի մարդկանց փրկություն այս աշխարհի վրա իրականանար երկնքի արարիչ Աստված Հիսուս ում միջոցով արարվել էր ամեն բան կյանքը նրանով էր նա էր մեր աղոթների պատասխանողը նա էր մեր մեղքերի քավություն տվողը մեզ բժշկողը եւ փրկություն առաջնորդողը համաձայնությանն է սպասում 14 տարեկան մի աղջկա ով պիտի ասի Տեր համաձայն եմ արիր եւ բնակվիր իմ մեջ եւ անբովանդակելի Աստված անսահմանության մեջ ապրող Աստված հանկարծ գալիս է սահմանափակվում 14 տարեկան աղջկա արգանդի մեջ որպեսզի գա ծնվի մարդկանց հետ հաղորդակից լինի մարդկանց հետ ապրի որպեսզի հետո մարդիկ չասեն որ մեզ անծանոթ Աստված է այլ այս Աստվածը մարդու կյանքի հետ ապրող կիսող մարդու ցավը հասկացող Աստված գալիս է այստեղ ապրելու Ինչու Աստված չընտրեց այդ ժամանակվա աշխարհի որևէ թագուհու, իշխանուհու, մեծահարուստ, գեղեցիկ այլ պարզ աննշան մի աղջնակի, որովհետև Աստծո համար կարևորը մարդու հեղինակությունը, հարստությունը, իշխանությունը կամ կոչումը չէ, այլ թե ինչպիսի սիրտ ունես դու։ Աստվածամայրը մաքուր ու խոնար սիրտ ուներ։ Աշխարհի բոլոր աղջիկների կանանց մեջ ամենախոնարն էր։ Եվ իր խոնարհության համար Տերը նրան ընտրեց գալու եւ բնակվելու մեր մեջ։ Այսինքն, եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, Աստված չի փնտրում կատարյալ մարդիկ, կատարյալ սրտեր, այլ Աստված փնտրում է խոնար սրտեր ու հոգիներ, որտեղ ուզում է բնակվել, ինչպես ինքն է ասում, որտեղ պիտի բնակվեմ, եթե ոչ խոնարհների եւ հեզերի մեջ։ Սա առաջինն էր Մարիամին ընտրելու համար։ Երկրորդ սիրելիներ Մարիամ Աստվածածինը, երբ որ հրեշտակն ասաց, որ որդի պիտի ծնես, չասաց, բայց ես ոնց պիտի անեմ, ես ոնց գիտեմ ինչ է պատահելու, ես պատրաստ չեմ, ինչպես մենք շատ հաճախ այսօր մարդիկս այդպես էլ պատասխանում ենք։ Դեռ չենք հասցրել լսել, թե մեզ ինչ են ուզում առաջարկել, մենք ասում ենք, ես պատրաստ չեմ, դա իմ հնարավորությունից վեր է, ես վախենում եմ, ես գործ չունեմ։ Մարիամ Աստվածածին այդպիսի պատասխան չտվեց, ասեց, այո, համաձայն եմ լինել Տիրոջ աղախին։ Այսինքն, երբ որ այսօր Աստված մեզ որևէ բան է հանձնարարում, մենք չպիտի մտածենք, մենք կարող ենք թե չէ, մենք կարող ենք ինչու, որովհետև Տերը միշտ մեզ հետ պիտի լինի, ինչպես Մարիամին ասաց, Տերը քեզ հետ է։ Չգիտեր իրեն ինչ է սպասում, ինչ ցավով ինչով պիտի անցներ, չգիտեր որ իր զավակի մահը պիտի տեսնի, հետո պիտի տառապանքներ, հայոյանք լսի հրյաներից, մինչև իր մահվան ննջման օրը նրան պիտի հալածեն, քարկոծեն, որ նրան ժողովուրդ Աստվածամայր են անվանել, բայց նա համաձայնվեց, այսինքն ուզեց Աստծո ծրագրի մասը լինել։ Աստված ոչ թե ասում է դու քո բաժինը վերդիր իմ ծրագրի մեջ, այլ պարզապես խնդրում է, որ համաձայնությունը տանք եւ պատրաստ լինենք իր հետ քայլելու։ Այսօր Տերը մեզ ասում է, ուզում ես հավիտենական կյանք ունենալ, եւ մեր համաձայնությանն է սպասում։ Եթե դու չուզես, Տերը չի կարող քեզ ոչինչ անել։
Դրա համար երբ որ հիվանդին, անդամալույցին, որևէ տեսակ ցավ ունեցող մարդուն բերում են Հիսուսի մոտ, Հիսուս մեկ բան էր հարցնում. հավատում ես, որ կարող եմ։ Եթե մեկը չասեր այո, հավատում եմ, այսինքն համաձայն եմ եւ վստահ եմ, որ դու կարող ես, Տերը չէր կարող այդ մարդուն բժշկել։ Ուրեմն Աստվածամայրը մեր բոլորի փոխարեն համաձայնությունը տվեց, որպեսզի Աստված երկնքից իջնի այս աշխարհ մեզ հետ ապրելու համար։ Եթե հիշում եք Ղուկասի ավետարանը, որ սկսվում է, Զաքարիա, Հովհաննես Մկրտչի հայրը, մտել էր Սուրբ Սեղանի առջև սրբություն սրբոց, իր եւ ժողովրդի մեղքերի համար աղոթք էր անում Տիրոջը, երբ որ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց, վախեցավ Զաքարիան։ Ինչու, որովհետև այն ժամանակ հրեշտակի հայտնվելը մարդու մահն էր նշանակում, հրեշտակը եկել է քո մեղքերի պատճառով քո մահվան լուրը բերելու։ Քահանայապետ Հովհաննես Մկրտչի հայր պիտի դառնար, ժողովրդի մեղքերի համար Աստծուն աղոթող, պատրաստ, հանկարծ հրեշտակի ներկայությունից վախենում է, բայց 14 տարեկան աղջնակը չի վախենում հրեշտակի ներկայություն։ Այսինքն, երբ որ մարդը ինքը մեղքեր չունի, ինքը փորձում է իր երկավոր կյանքի ընթացքում Տիրոջ ներկայության, սիրո խոնարհության մեջ ապրել, նա երբեք չի վախենում Տիրոջ տեսությունից։ Տիրոջից վախենում են նրանք, ում մեղքերը դեռ իրենց վրա են, իրենց մեղքերը քավված չեն, իրենց մեղքերը իրենց անդադար տանջում են, հալածում են, իրենց մեղքերը պատճառ են դառնում ամեն օր վախենալու քո ամեն ապրած օրվա համար։ Բայց Աստվածամայրը, տեսեք, ոչ միայն չվախեցավ, այլև որ ասաց որդի պիտի ունենաս, 14 տարեկան անմեղ երեխայի պատասխան ասում է, բայց ես տղամարդ չեմ ճանաչում, այսինքն ամուսնացած չեմ, չգիտեմ դա ինչ բան է, ես ոնց պիտի երեխա ունենամ։ Ասում է Սուրբ Հոգին պիտի գա քո մեջ բնակվելու, Տիրոջ Հոգին պիտի հանգչի քո վրա, եւ դու Սուրբ Հոգուց պիտի ծնես այն մարդուն, այն մանուկին, ով աշխարհի փրկիչը պիտի լինի։ Եվ խոնարհաբար Տեր ընդունում Աստվածամայրը ընդունեց այդ ճանապարհը անցնելու համար։ Հաջորդը սիրելիներ, Աստվածամայր ընտրությունը ինչի համար է, որովհետև ինքը նաև ուզեց լինել։ Եթե մենք էլ մեր կյանքի մեջ ուզենք, որ Տերը գա ու բնակվի մեր կյանքի մեջ, պետք չի ավել բաներ անել այս աշխարհի մեջ։ Մարդկանց թվում է, թե այսօր եթե դու ուզում ես սուրբ կյանքով ապրել, մաքուր կյանք ունենալ, դու անպայման պիտի որևէ բանկում փակվես, գնաս անտառների մեջ, անմարդաբնակ վայրերում, որտեղ սուրբ կարող ես լինել։ Վայրը կարևոր չի սրբության համար, կարևոր է թե դու որտեղ ինչպես ես Տիրոջ կամքը կատարում այս աշխարհի մեջ։ Աստված ճանաչողություն, Աստծո հետ լինել նշանակում է Աստծո կամքը կատարել։ Դու կարող ես քարերի մեջ լինել, բայց Աստծո կամքով չլինել։ Դու կարող ես վանքի մեջ փակված լինել, բայց այդպես էլ Տիրոջը ճանաչել։ Փարիսեցիներն ու օրենսգետները ամենաշատը, ամենալավը գիտեն օրենքները, սարսափելի խստությամբ պահում, նույնիսկ տառակերությամբ էին պահում Աստծո օրենքները, բայց այդպես էլ Աստված ճանաչողության չհասան, որովհետև իրենց սիրտը, որ վայրն է, որտեղ Տերը պիտի գա բնակվի, այդ սիրտը մաքուր չպահեցին։ Ուրեմն նաև այդ սրտի մաքրությունից է կախված, թե դու ինչպես պիտի տեսնես։ Դրա համար Հիսուս ասում է երանի սրտով մաքուրներին, որտեղ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Ուրեմն Աստվածամայրը այնքան մաքուր սիրտ ուներ, որ ոչ միայն Աստծուն տեսավ, այլև Աստծուն իր մեջ կրեց։ 9 ամիս Հիսուսին իր արգանդի մեջ կրեց, նրան կաթ տվեց, խնամեց, սնուցեց, մեծացրեց, մահը տեսավ, բայց սրտի մաքրությունը նրա երբևէ չավելացավ։ Մնաց այնպիսին, ինչպիսին որ կար։ Հաջորդ Աստվածամայրը սիրելիներ, այս ամենի մեջ իր հավատքը ամուր պահեց։ Գիտեք, որ նրա ծնողները Հովակիմն ու Աննան երկար տարիներ զավակ չէին ունենում։ Եվ երբ որ խոստացան զավակ ունենալ, անպայման այդ զավակին Տիրոջ հանձնել։ Եվ 3 տարեկան էր Մարիամը, երբ նրա ծնողները տարան ու հանձնեցին Աստծո տան մեջ ծառայելու։ 14 տարեկան էր նա նոր վերադարձել էր տաճարից։ Երբ որ աղջիկ արդեն հասունության էր հասնում պիտի ամուսնանար, նա տուն էր վերադառնում, որ հարս դառնար։ Եվ եկավ Աստվածամայրը Տիրոջ հարսը դարձավ։ Թեև ինքը բնությամբ ծնեց Արարչին, բայց նաև ինքը իր բնությամբ երկրպագողն էր Արարչի, եւ ինքը դարձավ երկնքի հարսը, անմահական, հավիտենական կույս մնաց Տիրոջ համար։ Ուրեմն այս կուսությունը նաև յուրաքանչյուր մարդուն է վերաբերում, որ որևէ մեկը, ով ուզում է այս աշխարհի մեջ Տիրոջը տեսնել, զգալ իր մարմնավոր ու հոգևոր կուսությունը պիտի կարողանա պահել։
մեղք այստեղից է սկսվում, որ մեկ անգամ մեղք այստեղ վնասեց քեզ, քո ամբողջ մարմինն է։ Աչքը համարվում է մարմնի ճրագը, երբ որ քո աչքերը մաքուր չեն, երբ որ դու որևէ մեկին պիղծ ես նայում, որևէ մեկին չարությամբ, ատելությամբ ես նայում, ցանկասիրությամբ ես նայում, թույլ ես տալիս, որ մեղքը մտնի քո ամբողջ մարմնի մեջ եւ քո լուսավոր այս տաճարը խավարի մեհյան դարձնի։ Ուրեմն քո աչքերի մաքրությունից, ձեռքերի մաքրությունից, մեր ականջների, մեր լեզվի, մեր բերանի, մեր սրտի մաքրությունից հնև սկսում, թե դու ինչպիսին կլինես, որ Տերը գա ու քո մեջ բնակվի։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում Աստվածամոր հանդեպ մեծ ակնածանք ունելով միշտ այդ հարց եղել է. ինչու Մարիամը, ինչու հենց այս 14 տարեկան աղջնակը պետք է լիներ Տիրոջ համար։ Մենք իրենից ինչով ենք պակաս։ Մենք այսօրվա 21-րդ դարի մարդիկս, եթե մենք ուզում ենք որևէ գործ անել, մենք ում ենք փնտրում։ Համացանցում ամենաշատ հետևորդ ունեցող մարդկանց։ Նրանց խոսքերն ենք մենք շատ լսում։ Թե ով ինչ հիմարություններ է խոսում, ինչ առաջարկում, մենք նրանց ենք ընտրում, նրանց հետևից ենք գնում։ Մենք խոնարհի, մաքուրի, նույնիսկ այսօրվա կյանքի մեջ սուրբ ապրող մարդը մաքուր ապրող չի գողանում, չի հայոյում, չի բամբասում, չի չարախոսում, մենք այդ մարդկանց հետամնաց ենք երբեմն համարում։ Մենք մերժում ենք նրանց մեր կյանքից։ Այս հակառակը այդ մարդիկ են, որ մեր կյանքը լուսավոր են դարձնում։ Եվ եթե դու ուզում ես մեղքի միջով վազել, մեղք անդադար պիտի գա քո հետևից։ Մենք այսօր ասում ենք, ես չեմ կարող, ես ամենագլխավոր պատասխանը այսօրվա ժամանակ չունեմ։ Այսօր մարդը մի սուտ է խոսում ասելով, որ ժամանակ չունի։ Բայց մեզ ամեն օր տրված է այդ ժամանակը գործելու եւ հիմա է այդ ժամանակը գործելու, որպեսզի Տերը գա քո մեջ բնակվի։ Տերը նորից պիտի վերադառնա աշխարհ։ Այս անգամ արդեն ոչ թե երեխայի պես մանուկ պիտի գա, կնոջից ծնվի, որպեսզի առաջին Ադամի գործած անեծքը, մեղքը մաքրի եւ այդ ցավերը, որ պատճառեց մարդուն, մաքրի սրբի Աստվածամայրը, այլ երկրորդ անգամ իբրև դատավոր պիտի գա, ամպերի վրա նստած իր հրեշտակներով պիտի գա դատելու։ Եվ հարց է տալիս Հիսուս. երբ որ ես գամ, արդյոք հավատք գտնեմ երկրի վրա։ Հարցնում է հավատ կգտնեմ, կգտնի հավատացող մարդկանց, բայց Տիրոջ հարց այսպիսին է, հրաշքներ գործող հավատք, զորավոր հավատք, սարերը շարժող հավատք, հրաշքները պատրաստող հավատք կգտնեմ մարդկանց մեջ, շատ դժվար պիտի լինի։ Երբ որ մենք խոսում ենք անցյալում կատարող հրաշքների մասին, միշտ հարցնում ենք, ինչու այսօր այդ հրաշքները տեղի չեն ունենում։ Պատճառը մեկն է, մարդկանց անհավատությունը, մարդկանց անտարբերությունը, մերժված ու դատարկ եկեղեցիները, փոքրացած սկիհերը, որ մարդիկ այնքան են հերվածվել, հաղորդվողներ չկան Տիրոջ մարմնից եւ այլնից։ Սկիհերը փոքրացել են, նշխարքը փոքրացել է, որովհետեւ հատկապես տղամարդիկ այսօր դատարկ են եկեղեցիներից չկան։ Եվ բոլորը ասում են ժամանակ չունենք։ Աստվածամայրը 14 տարեկան, այսօրվա 14 տարեկան երեխան ինչպես բոլոր ժամանակներում, տիկնիկ խաղալու, մանկական պահմտոցի խաղալու, տունտունիկ խաղալու, վարժված, թե այսօր մի քիչ զարգացած, հեռախոսի մեջ շատ բաներ են տեղյակ, բայց մանկական կյանք, ինքը պիտի դեռ իր մանկությունն ապրի, պատկերացնում եք 3 տարեկանից հանձնել են տաճար, ամեն օր աղոթք, խոնարհություն, ասեղնագործություն, նկարչություն, մաքրություն, եկեղեցում այդ սպասավորություն։ Հիմա տուն է եկել, ինչպես մեկը, երբ որ դասերը վերջացնում են մեր երեխաները, արձակուրդներ, ուզում են ոչինչ չանել դասերից դուրս, ամեն բանով զբաղվել, իրենց ազատությունը վայելել։ Բայց հանկարծ Աստվածամայրը Հիսուսի եւ Աստծո հանդեպ ունեցած իր սիրով իր ազատությունը սահմանափակում է։ 14 տարեկան աղջնակը համաձայնվում է Աստծո ծրագիրն իրականացնել, իր մանկությունը թողնել, իր երազանքները թողնել, գուցե սիրած տղա ուներ, սիրած տղային թողնել եւ գնալ Հիսուսի սիրով ապրել այս աշխարհի մեջ։ Սա ամենամեծ զոհաբերությունն է սիրում։ Եվ նրանք, ովքեր որ Աստվածամոր հանդեպ դեռևս արդեն 4 դարից հայոյում էին Աստվածամորը, որ չի կարելի նրան Աստվածածին կոչել, նա մարդածին է, մինչև այսօրը շատ մարդիկ կրոնական խմբակներ չարությամբ, ատելությամբ է լցված Աստվածամոր հանդեպ, թե ով է սա, որ մենք սրան պիտի հարգենք, սրա բարեխոսական աղոթքը խնդրենք, բայց չէ որ հենց Կանայի հարսանիքի ժամանակ Աստվածամայրը ամենամեծ պատգամն է թողել մարդկությանը, ինչ որ ասի Հիսուս արեք։ Սա ամենամեծ պատգամն է Աստվածամոր ուղղված մարդուն, ինչ որ իմ զավակը թեև իմ որդին է, բայց նաև իմ Տերն ու Արարիչն է, ինչ որ ասի արեք։
Այսինքն ինչ է Տերը մեզանից կամենում։ Առաջին բանը սիրեք իրար, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներ եք։ Մենք այսօրվա քրիստոնյաներս սիրուց բացի ամեն ինչ անում ենք, իրար սիրելու, գնահատելու, արժևորելու փոխարեն ամեն բանով զբաղված ենք։ Տերն ուզում է, որ մենք լույս լինենք, կյանք լինենք, հույս լինենք, ճանապարհ դառնանք մարդկանց համար, բայց մենք շարունակում ենք մեր սահմանակել կյանքը բացել աշխարհի անհագ ցանկության առջև եւ գնալ աշխարհի առաջած անհագության հետևից, որի վերջը կործանում է։ Բայց երբ որ քո թիկունքում անսահմանությունը եւ Տիրոջ ձեռքն է քեզ գրկած, մենք ամեն ուզում ենք այդ ձեռքերը բացել, ինչպես որ շատ հաճախ եւ ծնողը երեխային գրկում է, երեխան ուզում է այսպես ձեռքերը բացել, վազել գնալ, մոռանալը որ իր թիկունքը պահողը իր ծնողն է։ Իր ծնողի գրկի մեջ է ինքը ապահով։ Այնպես էլ մարդը իր արարչի ձեռքերի մեջ է ապահով։ Եթե այդ ձեռքերը բացում ես եւ ուզում ես գնաս աշխարհ անհագության ետևից, անհոգության ետևից, անորոշության ետևից, անպայման պիտի սայթաքես։ Դրա համար երբ որ Աստվածամայրը լսում է հրեշտակի խոսք, ասում է համաձայն ենք, ահավասիկ մնում եմ Տիրոջ խոնար աղախին։ Խոնարհության մեջ սիրելիներ։ Եվ այդ խոնարհության մեջ էլ Աստվածամայրը 60 տարիներ ապրեց աշխարհի մեջ։ Եվ այսօր Գաբրիել հրեշտակապետի այս ավետման տորը, ավետիսը, ավետիքը նաև մեզ է ուղված, որ ուրախացեք, Տերը ձեզ ընտրեց, Տերը ձեզ հետ է ամեն օր, Տերը ձեզանով է ուզում ապրել ամեն օր, Տերը ձեր մեջ է ուզում գործել ամեն օր։ Մենք պատրաստ ենք Աստվածամոր շուրթերով նույնը կրկնել։ Այո Տեր, համաձայն ենք։ Մենք չենք ուզում մեղքի կյանք ապրել։ Մենք չենք ուզում այս աշխարհի մեջ սահմանափակել մեր կյանքը, այլ ուզում ենք մեր ժամանակը օգտագործել մեր փրկության համար։ Պողոս Արաքյանն ասում է, ժամանակները չար են, բարիք գործեք։ Երբ որ դու կարողանաս այս ժամանակի մեջ բարիք գործել, Հիսուս ինչ է ասում, հարության ժամանակ նրանք ովքեր բարիք են գործել, այսինքն Քրիստոսին հավատալով մաքրությամբ ու սրբությամբ են ապրել, կյանք պիտի ունենան, իսկ նրանք ովքեր չարիք են գործել, հավիտենական կյանքով պիտի մեռնեն։ Ուրեմն այս ավետման խոսքը հրավերը մեզ սիրելիներ սա է, որ Տերը մեզանից կատարյալ սրտեր չի ուզում, այլ համաձայն սրտեր է ուզում, որ Տերը գա ու բնակվի մեր մեջ։ Թող Տերը օրհնի ձեզ բոլոր մայրեր ու քույրեր։ Մեր մեծերից մեծը Գարեգին Նժդե ասում է բոլոր ազգերի փրկությունը մայրերի ձեռքերի մեջ է։ Տվեք ինձ մայրեր, սիրով, հավատքով լեցուն, ես ձեզ կտամ ուժեղ ժողովուրդ։ Աստված ասում է, որտեղ որ ես չէի կարող հասնել, մայրերին եմ ուղարկել այնտեղ լինելու համար։ Եվ մոր կոչում այս աշխարհի մեջ դա է իր զավակին պատրաստ է ամեն տեսակ փոթորիկի, դժվարության, չարի, հարձակումի դեմ պայքարելու համար, մեղքը մերժելու, սրբությամբ ապրելու, անորոշությունը պարզելու, լույսը տեսնելու, որովհետև ինչ սերմ էր, որ դուք այսօր սերմանեք մեր ձեր զավակների մեջ։ Այդ պտուղից հետո կամ պիտի ուրախանաք, կամ դառնության պտուղը պիտի ճաշակեք։ Դրա համար նաև Աստծո պատվիրանն է 5-րդը, հարգիր հորդ ու մորդ, որ այս երկրի վրա երկար կյանք ունես։ Սա միակ պատվիրանն է, որ խոստում ունի, հարգիր, որ երկար ապրես այս աշխարհի վրա։ Ուրեմն ձեզանից է կախված, թե դուք ինչ պտուղ կդնեք ձեր զավակի սրտի մեջ, որ հետո այդ պտուղը ճաշակելով ձեր զավակը նաև երկար ապրի։ Աստվածամայրը շատ քիչ վայելեց իր զավակիները, ընդամենը 30 տարի, բայց հավիտենական հանգչում էր զավակի գրկի մեջ։ Իր զավակը ներկա է բոլորիս կյանքի մեջ։ Ինքը ցավ ու տառապանք քաշեց, բայց իր զավակին տվեց մեզ, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Եվ այս հարության օրերի ընթացքում էլ այդ զավակի վերած ավետիսը, որ ինքն է կյանքը, ճշմարտությունը, լույսը, մենք չվախենանք ասել, որ սրտից բխած, ուղղակի ուրախության խոսքով Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Թող Տիրոջ սերը, խաղաղություն, օրհնությունը ամենքիդ հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։